գիտության մասին չէ, տեղյակ չլինելու մասին չէ, այլ տգիտությունը կոնկրետ վարքագիծ կենսակերպի մասին, որ արդեն վտանգում է։ Ես ասեմ, ամբողջ բոլոր դրսևորումների մեջ, որ տգիտությունը իր բազմաշերտությամբ կարելի է մի ամբողջական այսպես ներկայացնել, որպես սոցիալ-հասարակական կյանքի վարակներ, հիվանդություններ։ Կարելի ասել այսօր, թե ինչով է վարակված մեր հասարակությունը այդ տգիտության դրսևորումների մեջ, ամենացածր, կարող չասենք ցածր ու բարձր չկա իր զարգացման աստիճաններ, դա ագահությունն է։ Ագահությունը նույնպես իր անհագուրդության մեջ, որ այսօր համատարած տիրում է մեր Հայաստան աշխարհում, հատկապես Երևանում, դրսևորում է, տգիտության դրսևորում է, որ անընդհատ հարստանալու, անընդհատ այդ ընչաքաղցությամբ ապրելու մոլուցքը դա նույնպես տգիտության դրսևորում է, այսինքն չկա արժեքային ավելի բարձր համակարգ եւ ավելի ցածր համակարգի մեջ այդ անընդհատ հարստություն կուտակելու, դիզելու, վաղն ավելի շատ, մյուս օրն ավելի շատ այդ մրցավազքը նույնպես տգիտության դրսևորում է, որտեղ ուշ թե շուտ այդ ամեն ինչը կարող է փոշիանալ, բայց կյանքը իր արժեքայնությամբ երբեք չապրվել։ Դա եւ մեկ անհատի առումով եւ հավաքականության առումով